Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մեզ կրկին ու կրկին հավաքել է իր Սուրբ խորանում, իր Սուրբ անարատ խոսքերը մեզ մատուցանելու, մեր ծարաված, սոված հոգին կերակրելու եւ բավարարելու, ամեն։ Ինչքան եկեղեցում սրբությունն ու Աստծո խոսքը շատանա, ինչպես երեկոյան պաշտամունքին երեք ասեցի, որ արդեն պետք է ավելի շատացնենք սերտողությունները, ամեն։ Մարմնավոր զրույցները ինչքան պակասի, հոգևոր զրույցն ու Աստծո խոսքը բարձրանա, այնքան մեր մեջ Տիրոջ ներկայությունն ու զորությունը կշատանա, որտեղ խոսքը ինչքան շատ է մտնում, մեղքը շուտ է վռնդվում դուրս, ամեն։ Խոսքը մեղքին ավանում, մեղքը խոսքին ավանում, ամեն։ Ուրեմն այսօրվա պատգամը շատ կարևոր թեմա է, որ առավոտյան աղոթքի մեջ Տերը հայտնեց ինձի, որ պետք է դրա մասին խոսեմ, թեկուզ մի քանի առաջ էլ լսել էի, որ այդ թեման պիտի քարոզի, բայց երբ Աստված գիտեր։ Ուրեմն այսօրվա թեման վերաբերվում է մեղքի կտրուկ մեր ներսիդից դուրս վռնդելուն, կտրուկ, ինչպես կտրուկ մերժում ենք շնությունը։ Հարևանը թել ասում է գգաս իրար այդ շնանանք, սես վատ ես դու աղջի, ետից գնա սատանա, չէ, կամ հարևանը թել ասում է հարևանի տունը $10,000 ոսկի կա, գգաս տանենք, այդ $10,000 ոսկի կամ 10,000 եվրո գումար կա, գգաս գողանանք, սես լավ չես, ես հոգևոր մարդ եմ, հեռու գնաս, այ սատանա, չէ, բայց որ սատանան կա կնոջ միջոցով, երեխի միջոցով, գործընկերի միջոցով, հարևանի բարեկամի ասալը, արմատ սուտ խոսանք էլի, հա որ մատ խապես իշ կլնի, հա որ մատ չարանաս իշ կլնի, կամ միտ կակալում չարացի, ատի, բամբասի, էդի սիրով ընդունում եք, ով է այս մեղքերի տարբերանշանը ու բարձր դոզայի, ցածր դոզայի մեղքերը դրեք հոդենը, դու ես դոզավոր է, մեղքը մեղքա, մեղքի վարստել մահա, հիշեք են ճգնավոր Սուրբի պատմությունը, փոքր մեղքը մայրն է մեծ մեղքերի, որ նրան սատանան առաջարկեց, եթե սիրեք մեղքերից մեկն անես, քեզնից կեռանամ էլ քեզ չեմ հալածի, բայց խաբեբայ է սատանան, եւ ինչ առաջարկեց, առաջարկեց կամ շնություն, կամ սպանություն, կամ էլ հարբել, նա ասավ շնություն չեմ անի, որտեվ ամուսնացած չեմ, հարբել եկե սպանություն 100% չեմ անի, բայց հարբելը չի խանգարում, թեթևակի մեղ կա, ինչ կար չկար ճգնանում ծախեց, իջավ քաղաք, Երուսաղեմից իջավ Երիքով, մեղքի վայր, Սոդոմ, ինչպես Ղովտը Սոդոմին մոտ իր վրանները բացեց, քիչ խմավ ու հարբավ, մի հատ կիսամերկ աղջիկ տեսավ, պարկավ շնացավ հետը, ամուսինն եկավ, բռնեց, զարկեց, սպանեց, ինչ եղավ, չսպանվավ վագրից եւ արյուծից, բայց տկարաղվեսներն ու ճագարները կրծեցին խփին սրտին եւ սպանեցին, ամեն, կարևորը դու մեռնես, եթե ուղիղ չես մեռնում, մի քիչ երկար ճանապարհով կպտտեցնի սատանան եւ կսպանի քեզ փոքր նետերով, ինչ կապ ունի, կարևորը կապդ խզի Աստծու հետ, նա խորագետ է, քո բնությունը քեզնից լավ գիտի, հիշեք ցանկությունը ղիանալով մեղք կա ծնանում, Հակոբոսը կսե, մեղքն էլ որ կատարվում հոգևոր մահացնում, դու անգամ եթե ըստ Թեսաղոնիկեցիս գրքի քո հոգին ու շունչը մաքուր պահես գրքի խոսքով անարատ, մարմինդ սուրբ ու անարատ ամնում, Աստված ձեր հոգին, շունչը եւ մարմինը անբիծ ու անարատ կպահի մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը մինչև, ինչու՞ չի ասում մարմինը շունչն ու արոգին, որովհետև եթե դու մտքի դռանը Սուրբ Օգուն պահապան դնես, այս քրոջ հանդեպատելությունա բերում ասես, ետից գնա սատանա, դու վատը չես անի արդեն, գործնականում չես անի, լկայնիկ ասես, գնամ սերտամ, հասնեմ օգնեմ Քրիստոսի սիրո օրենքը կատարեմ, ամեն, ուրեմն միտքդ պահեցիր, մարմինդ աշճանաբար, ինքնաբերաբար բարին արավ են քրոջը, բայց եթե միտքը ասավ ատի, ու դու չքննեցիր էսով է խոսում, ոնց ատե մատելը մարդասպանությունը, դու ընդունեցիր ցանկությունը ղիացավ մեղ ծնավ, մեղքն էլ որ կատարվեց մահ ծնավ, իսկ որ ցանկությունը մերժեցիր սեր ծնավ քրոջ հանդեպ, ցանկությունը մերժեցիր Աստծո խոսքը կատարվավ, ցանկությունը ընդունեցիր Աստծո խոսքը զանցարվավ, ամեն, հենց մտքից այդ միտքդ ու շունչդ սուրբ եւ անարատ է,
մարմինը սուրբ ու անարատ կլա Հիսուս Քրիստոսով սրբվածներ մանուկներ Սուրբը լալու կանչվածներ հին անած Քրիստոս ակած գործնական սրբեր Սա է քո Աստծո խոսքին ծանոթանալու օգուտը որ դու օրորի աճելով հինը մերժես նորը հագնես ու Հիսուսի պես քայլես խոսես ու գործես ամեն Ուրեմն կապ չունի նոր ասեցի եթե մտնում ես սենյակ տեսնում ես գերանները ճղերը կեղտոտած հատակը Սմետանը մի կոմ լղած, մածունը մի կոմ, դու փոշու մասին կմտածես, սկզբից գերանները կկտրտես ու դուրս կանես, ճիշտ է, հետո ճղերը կհավաքես, խուրս կանես, դուրս կվրընդես, հետո շպագլին կառնես, թափած սմետանները կքերես, մի հատ շարով կլվաս, չէ, հետո եթե ամբողջ տունն արդեն մեծ աղբերից մաքուրա կսկսես փոշեկուլը խոդել, ամեն Ետ փոշեկուլից հետո հետևից փոշիա թողում Փոշեկուլն էլ անջատելուց հետո դրած փոշին կմաքրես եւ այդ տաճարը սուրբ արդեն ամեն Հիշում եք Եզեկիային որպիսի այսպիսի տաճարներ ունեն ասում է հավաքեց բոլոր ղևտացիներին արևելյան հրապարակում Ասավ սրբվեցեք ով պղծված ղևտացիներ որ պղծվերեք բահաղներ պաշտելով Եվ սրբեցեք ձեր հայրերի Տեր Աստծո սրբարանը Եվ սրբարանից դուրս վռնդեք պղծությունը Ամեն Եթե հովիվը սուրբ չի աղտոտված է նրա տունը Նա չի կարա իր հետևորդներին սրբացնի Ամեն Չգիտի ճանապարհը անգիրել անի այս քարոզը դնի Կրկնի Բայց երբ գա գործնական մանուկ ասի ոնց անեմ որ կրքերից ազատվեմ, ոնց անեմ որ ներքին անամ, ոնց անեմ որ ստից ազատվեմ բարկությունից, ես հովիվը կասա չգիտեմ գնա աղոտ կարա Աստված ցույց կտա քեզ։ Ինչպես ես մի հովի եպիսկոպոսի ասեցի ոնց բրդեմ, ասա գնա դու հոգևոր մարդ ես աղոտ կարա Աստված քեզի կայնի։ Ինչ որ մանուկը մի ամսական կամ մի տարեկան մանուկն ասա պապա ես ոնց անեմ որ փիլիսոփա դառնամ կամ մաթեմատիկայի մասնագետ ասա գնա դու խնդրա Աստված քեզի կայնի։ Բայց դու գիտես դու ասես բալաջան մի քիչ որ մեծրաս պարտես կտամ, պարտեսից հետո կգնաս դպրոց, դպրոցից հետո կգնաս ինստիտուտ, ինստիտուտից հետո մագիստրատուրա, չէ՞։ Ու դու ընտիր մաթեմատիկոս կդառնաս, ամեն Նս քչոտ բացատրեցի, չէ, որտեղ գիտեմ ոնց են դառնում բժիշկ կամ աստղագետ կամ մաթեմատիկոս։ Հաս ունեմ, չէ, իսկ հիմի որ բանին ասենք, Շուշանին ասենք քոպստիկ կբացատրի կամ ադասային կամ եստերին։ Մի քոն կարող է մի քիչ ճամփացույց տա։ Հասակը փոքր է։ Դրա համար էլ այսօր հովիվները գաճաճ են։ Տարիները գնացել է, գիտությունը մնացել է։ Ծնվել են, նորից մեռել են, կրկնակի մեռած, արմատից խլված անպտուղ ծառեր, ջրամբար, բայց ջուր չունեն, ամպերը տեսնում ես անձրև չի գալիս, ամեն։ Այս է պատճառը, հիմի այսօրվա թեման իրականից, ոչ թե մենակ մեն թեման տալիս են, ճանապարհն էլ ցույց են տալիս, որ դուրս կա մեղքի տիղմի մեջ ընկած է։ Պետրոս առաքյալն ասում է, նրանք մեղքի տիղմի մեջ անիրավության կապանքներով կապված են, ազատություն են քարոզում, մեղքից ազատություն։ Այ բժիշկ ջան, որ բժիշկ ես քեզի դարման արալը, որ դու քարոզում ես մեղքից ազատություն, բայց իջնում ես ճանապարհին մեղք ես գործում, ախար քո հետևից նայում են։ Այդ մարդիկ քո քարոզին չեն նայում, քո ապրածին են նայում, ամեն։ Ինչ ես քարոզում եսի ուրիշ բան է։ Ինչ ես ապրում, այդ կդառնա քո քարոզած հոտը, ամեն։ Եթե ես քարոզում եմ հասարակած կյանք ապրել, բայց ես միշտ ինձ եմ քաշում, հոտը հասարակած կլինի, գլխից է կախված, հասարակած սուրբ հոտը լալը։ Ու այսօրա թեման է, որը վերցված է Եբրայեցիների 12-րդ գլխից։ Եղբայրներ, այրուն թափելու չափ պատերազմելով հակառակ կեցեք մեղքին։ Մեղքը Աստծո խոսքի յուրաքանչյուր հակառակ քայլն է։ Պատվիրան բան մի խառնեք, պատվիրանը իր տեղն է, Աստծո խոսքը իր տեղն է, համ պետք է պատվիրանները պահվի։ Պատվիրանների մեջ երբեք գրված չի խոսքի զոքաճեր շնություն չանես, պատվիրանների մեջ երբեք գրված չի աչառություն չանես, բայց մեր Տեր Հիսուսը որ եկավ ոսկի օրենքը տվեց, ինչ որ կցանկանաս մարդիկ քեզ անեն,
քո հանդեպ մտածեն, խոսեն ու գործեն, դու նույնը անոնց հանդեպ արա, այդ բոլոր պատվիրանների ի կատարածումը դրա մեջն է, ամեն։ Բայց Աստծո յուրաքանչյուր խոսք, տեսեք, գրքի վերջում Հայտնության 22-ում ինչ է ասում։ Չավելացնեք այս գրքի խոսքերի վրա ու չպակասացնեք։ Չի ասում չավելացնեք պատվիրանների, տասնաբանյա պատվիրանների վրա։ Նոր կտակարանում տասնաբանյա պատվիրանը ծիրիսեր գրած չկա, ուրեմն պետք է չպահենք։ Ասենք հին ուխտի մարդիկ թո պահեն, նոր ուխտում պատվիրան չկա, մենք չենք պահում։ Հիսուսն ասում է, ես չեմ եկել օրենքն ավրելու, ապա խստացնելու եւ կատարելու։ Հիսուսը հին ուխտի օրենքը կատարել է, ու եթե նա գալիս է մեր մեջ սնվում մեծանում է, մեր մեջ կատարում է համ հինը, համ նորը, բայց ոչ թե մեր անձի զորությամբ, ապա իր հոգու զորությամբ։ Սա է հին ուխտի եւ նորի տարբերությունը։ Դրա համար հին ուխտում ոչ մեկ մեղքից չազատագրվավ, որովհետեւ անձի նզովյալ զորությունով ուզեցին պահել։ Դրա համար բերվավ լավագույնը Քրիստոսը, որ քեզ խաչի, քեզի անարգանքի գերեզմանոցում հողարկավորի, քո հինը թաղի, ոչ թե քեզ։ Ինքը ծնվի մեծանա եւ ինքը քո միջից սուրբ կյանք ապրի, բժշկի, մարգարեանա, որ ամեն բարի բանում Քրիստոսը փառավորվի։ Ամեն բարի բանը անկեա, անով է կատարվում, անոր փառքին պիտի ծառայի։ Ես լոկ խողովակն եմ, կվաջուր, ախտաջուր, աղբաջուր, կեղտաջուր մղեն, էդի կտամ։ Մի ժամանակ այդ աղբի ջուրն էի տալիս ժողովրդին, լկտի բառապաշարով։ Հիմա Աստված ինձ տարավ պատվաստեց իր բարի ձիթենի վրա։ Արմատը չեմ ես շուղն եմ։ Հիմա անդից սուրբ զորություն ու սուրբ քարոզներ, սուրբ ջուրա գալիս, ամեն։ Ոչ կարամ ես ասեմ նոր պատվաստ եմ, բայց էլի են աղբերը բերանիցս թափի։ Են վայրենի մարդասպան բնության գործերը դու տեսնես։ Չես ասեսի ֆեյք կա, մենակ անունով է փոխվել, գործերով նույն հրեշ կարենն է այլասերված եւ պիղծ։ Բայց որ տեսնում ես իմ բնության փոփոխությունը, այ մարդ ասում ես։ Են կարենից բան չմոցեսի լրիվ նորա, իսկ նորը ով է։ Հիմա գլսեք ով է։ Հիսուս Քրիստոսն է նորը։ Նրանից բացի ուրիշ սուրբ չկա, եթե մեկն ասում է ես սուրբ եմ, ալինքը չկա, Քրիստոսն է ամեն բանի մեջ։ Եթե ինքը կա, մենակ այլանդակություն կլինի նրանից։ Իսկ եթե Տերն է եկե, բարի գործերը կատարում է, բժշկում է, մարգարեանում է, ու դու Տիրոջ փառքը գողանում ես, դու ամենահանցագործ մարդն ես։ Որ Տիրոջ փառքը գողանում ես քո նմանի կեղտոտ անառակ եսին վերագրելով, ամեն։ Ուրեմն գրեք համարները։ Եղբայրներս այդուն թափելու չափ պատերազմելով հակառակ կեցեք մեղքին, ես այս չգրած մը հակառակ չկեցակ մեղքին, բայց ես ավելի պարզ եմ գրե, որը կմատուցանեմ։ Եբրայեցիների 12:1-11։ Եբրայեցիների 12:1-11։ Առաջի Հովանու 2:1-6, այս բոլորը ցույց են տալիս, ոնց մեղավոր Ադամից դուրս գա Սուրբ Քրիստոսի մեջ մտնես։ Տեղականը ում մեջ ես դու։ Հին Տիրոջ Սատանայի, թե նոր Տիրոջ Հիսուս Քրիստոսի։ Եթե դու հնի մեջն ես, դու չես կարա սուրբ կյանք ապրի։ Եթե դու նորի մեջն ես, դու չես կարա մեղք արտադրի, ամեն։ Բնությունդ արմատը տարբերակ է վայրի ձիթենուց բերե, բարի ձիթենու ճուղա դարձրե, ամեն։ Չէ ասում ես ես բարի ձիթենու ճուղ եմ, բայց գործերից մի նայի, որ անառակ եմ, գող եմ, ստախոս եմ։ Բծառը իր պտուղից է ճանաչվում։ Ինչից բճանաչեմ քե, լոկ խոսքիդ, քավլիցի խոսողները շատ են, ապրողներն են քիչ։ Խոսքով սաղ սուրբ են, բա գործով, բա պտղով, պտուղն է կարևոր, թե պտուղդ պտի ուտեմ ու ասեմ, համով խնձարեր, թե թունավոր էր, ամեն։ Եթե կերա ես էլ կյանքը ստացակ, ասեմ բարի պտուղ էր։ Եթե կերա մեռան գա մեղքի մեջ, ուրեմն չար պտուղ էր, ամեն։ Պտուղն է ասում, թե ծառը բարի է, թե չար, ամեն։ Ուրեմն առաջի Հովանում 2:1-6։ Մատթեոս 7:21-23 ասում է բոլոր տերտեր ասողները չեն մտնի երկինքի արքայություն, ժողովուրդ։ Ստե մեղքից ազատագրում է պետք։ Հետս լինի բոլորը Քրիստոսի այունով սրբացած են, ուրեմն փրկված է, հա ամբողջ աշխարհը։ Ով կգնահատի, գգա գործնականում կփոխվի,
Աստծո կրակի վարանը կանցնի, դառը գավաթը կխմի, սուրբ կդառնա։ Իրեն կանչող սրբի պես սուրբ կլա։ Նա միայն պիտի արժանանա ապշտակությանը։ Հիսուսը գալիս է օթերի մեջ, իր նման սրբերին տանի, եւ բոլոր այլասերված հավատացյալները մնալու են մորթվելու։ Հիշեք այն մեծ բազմություն, դրանք սա հավատացյալներ էին տարբեր ազգերից, ամեն, որոնք կես աշխարհ էին, կես հոգևոր։ Անունով հավատացյալ էին, բայց գործերով գայթակղիչ, լկտի հագուկապի տեր, ամբարո լեզվի տեր, ամբարո մտքի տեր, այլասերված հագուկապի տեր։ Ոնց կարա այդպիսինը նույն տեղը գնա կամ այդպիսինն էլ ապշտակվի այն սուրբ նվիրյալներն էլ, որոնք գիշեր ու ցերեկ կյանք դրած սուրբ անարաթոդն են ծնում սնում ու խնամում, անեն, որոնք մեղքի մասին մտածելու ժամանակ չունեն։ Ոնց կարա այս հավատացյալն աշխարհը վայելողը, որ մենակ կիրակի էր գալում ժողովի։ Ու գալով գնալով էլ Աստծո անունն էր հայել տալում իր հեթանոս ընկերների մեջ, ամեն, վայ քեզի, որ քո պատճառով հեթանոսները կհայեն Աստծո անունը։ Այս երկուսը մեկտեղ ոնց կարան գնան։ Մատթեոս 7:21-23 Հովանու 8:34 Պարզ ասում է, ով մեղք կա գործում սատանայի ծառա է։ Մեղքի ծառա, սատանայի ծառա։ Հովանու 8:42-47 ստախոսներին է վերաբերում, ով սուտ է խոսում ստի հոր զավակա վերջ, բռնի սուտ ես խոսացել, ուրիշ բան մատ սայթակսս վայտեր ջաններա, ասում է մեռա մինչև խասաստե, բնչի չեն թավեք է, սիրտս իրեք տեղից ճոքավ ասում մինչև էլա 9-րդ հարկ, սիրտս 3000 էր խփում, էդ ուրը օպարատելը բետենանք, հասկանում եք, ամեն բենիցը թելած բար, եթե ստությունը դու ստի հոր արտադրանքն ես ցույց տալում ինձի, ընձի պետք չէ ասես քո մեջ ով է բնակվում, ես քո գործերից տեսնում եմ ով է մեջդ գործում, հա անունով սուրբ ես, գործերով ստախոս, ամեն, իմ են ասում եմ, հա ես քեզ սուրբ եմ, բայց գիտեք ինչ էր, ասում անչի դու մենակ դու ես հավատացյալ, ես հավատում եմ էլ, խաչակնքում եմ էլ, եկեղեցու դեմը կոյնում եմ մատել գլուխ ես խոնարում եմ էլ, բայց իրա ռեշ մարդասպան բնությունից չի փոխվում, ուրեմն իրա ասելով ինքը ավելի լավ հավատացյալը, թավլիցի, ասելն ուրիշ բան է, թող դիմացինը թող ասի դու իրոք Աստծո սուրբ մարդ ես թե չէ, շատ շատերի որ զանգում եմ ես, մեկ էլ վերցրել, ասա իմ սուրբ աղբեր, ասում եմ ինչ ես սուրբ, ասում եմ չար բնությունից բան չի մացել, բայց ես տենում եմ որոշ բծեր կան, բայց ինքը տենում է թե հրեշտի մալա փոխվել չէ, հրեշտակ դար է, ինքը այդ փոփոխությունը տենում է, սա իրոք սուրբ ես, բայց եթե տեներ ես շնանում եմ, գողանում եմ, տալդատեղերում մարդ եմ արուն լվանում, այդես կասեր չէր ասի, կասեր բարև իմ խաբեփա խայտարակ խարդախ աղբեր, որ սրբի դիմակ ունես, բայց տկիջին չեր գնես, չէ, էդ էլ կասեր, իրերը իրենց անուններով են կոչում ժողովուրդ, ես չեմ ասում բոլորն ընձի ընդունում են տենց, բայց ում աչքերը որոշ բաց է, ով իմ անցյալ կյանքը գիտի ու հիմա է տեսնում, իրոք ասում է, որ դու փոխվել ես, Հիբրի տանեցիք տեսնեն, շրջապատ տեսնեն, կրոնավորները տեսնեն։ Եվ ամովսյա 9-10 սրով պիտի մեռնեն ու բնաջինջ լինեն Աստծո ժողովրդի միջի բոլոր մեղք գործ, չի ասում մեղքեր, մեղք գործողները, չի ասում մեղքերի վարսնամահը, Հռոմեացիների 6:23, շատ կա, որ ասեմ ժամանակը չի երիքի, մեղքի վարսքը մահա, ինչ կապ ունի գազով լցված փուչիկը 10 թելերով է կապված թե 1, եթե 5 կտրենք երկինք կգնա, չէ, 8 կտրենք կգնա, չէ, 9 էլ կտրենք չի գնա, եթե ուզում ես արժանանաս ապշտակությանը, դու Հիսուսի նման մեղքերի հետ կապերդ պտի խզես, ժողովուրդ մարդիկ գիտերդ ինչքան բարդ բան է, սուրբը պատվիրաններին ակառակ գալ չարողն է, շնանալ կարաս, բայց նաև կարաս չշնանաս, չէ, բոլորը շնացողներ են, գողեր են, կավազակներ, ստախոսներ, բայց իմանալով, որ շնությունա մեղքը, մեղքա շնությունը թողեցինք, իմանալով, որ սուտը մեղքա, պայքարինք ստասավ, հիշում եք են բախտի Աստծո անունը, որ տալիս ենք,
Մեր արման աղբերը Անահիտի էր, հա ասում էր, իմ մոտելել է բախտը բերեց, բախտավոր, բայց քիչ որ հասկացանք էդի բախտ կուրքի անունն է, այդ դե բախտավոր զույգ լինեք, բայց այդ ուտեղը մենք ասում ենք Հիսուսով օրհնված զույգեր լինեք, բայց պարզվավ, որ բախտի կուրքի անունն են մեր ժողովուրդը, տվեմ ենք էլ շաբլոնելած կրկնում ենք, բայց կարծամ չէ պայքարին չասենք, հիմի հարց են տալիս, պտի ստես, ասում ես չեմ ստում, գնա ինչ ես ուզում ասնից ամեն, ես եթե ասեմ ճիշտ եմ ասելու, բայց առած սուտը կասեինք, $1000 էլ կվերցնեինք, ամեն, ասում եք $2000 փող եմ տալում, փաստաբանն եկե, ես մի գործի մեջ են աներ ձակից տունը պտի վաճառեի, թե վաճառեի չեմ մանում, ասում արիք $2000 փող տոմ, ասա, սուտ ասա, որ եսի չի տվե այդ փողը էլի, ասի ետից գնա սատանա փողատար գնաս այդ բերողին ասի դու չգիտեիր, որ ես սուտ չեմ ասի, արա ասում ասեցի չէ մի գնա այդ մորտը սուտ չասա, հավատացյալա, փաստաբանն եկե ինձ ասում ես փողը, օր սուտ ասա խոսքի, սի ետից գնա արծաթը տարու կորի ես հոգևոր մարդ եմ ասի, մեկ էլ չտենամ այդպես թեմաներով ինձի մոտ գնաս, էլ ինքը գգա իմ կոմը, այդ բերողն ասավ քեզի չասեցի, հեն ասել չի որ փող տամ կստա, ասավ քե ասեցի չէ որ այդ մարդը սուտ չի խոսի, ուրեմն էթանոս ելնելով իշքան վստահ որ ես անհնար սուտ ասեմ $2000 դիմաց, բայց կարայի ասեի չէ, ասեի սատանայի ծառա կլլայի, չասեցի մնացի Աստծո ծառա, շնացա էլա պիղ սատանայի ծառա, չշնացա էլա Աստծո ծառա, տակավին այրուն թափելու չափ փախա, մորթենել չեմ շնանա, չեմ գողանա, թո սպանեն, այս ձև ուրեմն եթե մորթեն սուտ մի ասա սուտը ջրի պես խմում ես, ստի հոր զավակ ես նզով կգա գլխիդ, բայց ինչ տարբերություն դու և սատանի ծառան, տարբերանշան եթե չկա ձեր գործերի մեջ, անեծքի և օրհնության մեջ տարբերանշան չի լինի, օրինացիս 28-ն ասում ալ ես որ մի ժամանակ ուրախանում էի քեզ աչեստոլ բազվաստելով, հիմա կուրախանամ քեզ բնաջնջելով, որ իմ անունը հայոյել տվողը շուտ բնաջնջ լինի, գրվածը գնացիք կարդացիք օրինացիս 28-ը, նույն Աստծո ժողովուրդը որ ծռվան, բնաջնջվան, հացի կարոտ դարան և այդ Սողոմոնի հարուստ թագավորությունը քարուքանդ ելավ, մեղքի պատճառով, դե մե համար գտեք թե թագավորների գրքում ամբողջ Աստվածաշնչում, թե դատավորների ժամանակ ծննդոցից մինչև հայտնություն, որ գրված լինի սրբության պատճառով նզով թափավ տանը տեղի երկրի վրա, չկա, այդ այսօրը պղծված աղանդավորներն են ավետարանը հարմարեցրե իրենց, Սուրբ ավետարանը միշտ բարություն է խոստանում Աստծո բարի ժառանգներին, ամեն, որտեղ նա բարի է, եթե դու քո զավակին չար բան չես տա, ասում ոնց ես մտածում ես բարության հայ լինելով չար բան կտամ իմ զավակին, հաց ուզա քար տամ, ձուկ ուզա օձ տամ, բժշկություն ուզա մահ տամ, չհավատակ, մեր Տերը մեռելներին կենդանացրող Տեր է, մեր Տերը ցավերը բժշկող Տեր է, իսկ կրոնի ոգին ցավեր բերող դև է, մահ տվող դև է, տանջանք, քաղցկեղ, ուռուսներ տվող կրծող չարչարող դև է, ամեն, ես էս Տեր չեմ ճանաչում, նզովվի էս Տերը, դա սուտ Քրիստոսն է, ոչ թե իրական Հիսուս Քրիստոս, հիմա տեսեք 12-րդ գլուխ, ժամանակը չի երիքի, որ հասնեմ կարդամ, ուստի սիրելիներ, ուստի մենք ալ որ աշխապ վկաներու բազմությամբ շրջապատված են Եբրայեցիների 12-ի 1-ից 11-ը, ընթերցում եմ, որտեղ պետքա կկաղնեմ, ամեն ծանրություն, ինչ է ծանրություն, որ մեղքը գործեր ես չես խոստովանվե, ծանրություն ա վրեդ, ոսկորներդ կմաշվեն, կկրծոտա դևը, որտեղ մեղքը մտել է, դևին ճանապարհ է բաց է ամեն, մեղքի հետ դև է եկել, երբ դու մեղքը խոստովանվում ես, քեզ խառազանում ես այդ ծանրությունը թեթևանում է, դևերը փախնում են քեզնից ամեն, եւ քո դուռը փակում ես դևերի դեմ, բացվում է Տիրոջ դեմ։ Ամեն ծանրություն մեր վրա են մեկդի, ձգենք եւ մեզ դիվրավ պաշարող մեղքը, հին բնությունը արտադրամասը քանդենք, ոչ թե արտադրանքը դուս անենք, հեքուց կարտադրի էլի,
Արի արտադրան մասը քանդենք, են արտադրանքը մի ամսում էլ դատարկես չի խանգարում։ Կարևորը զզվի քեզանից, քարուքանդ արա, բնավորության գծերը ժամանակի ընթացքում կփոխվի, նոր տիրոջը հանձնեն գործարան, ամեն։ Իսկ դու անընդհատ գործարանի արտադրանքն ես մաքրում, հետևից գալիս ավագոններով։ Դու սխալ մաքրության մեջ ես, արի գործարանը քանդենք, ստանողները կանգնեցնենք, ամեն։ Ու այն արտադրանքը մի տարում կդատարկես, թե 5 էլ կապ չունի։ Կարևորը կասեցրել ենք արտադրամասի գործունեությունը, որ թույն ու չարիք էր արտադրում։ Հասկացակ մեղքի հետ պիտի լինի, մեր հին բնության հետ պիտի լինի մեր պայքարը, ոչ թե բնության գործերի։ Գործեր մեջ, Տերը դրանք ներել է։ Իսկ մեղքի բնությունը քո եսը մի սիրի։ Այ ինչու արա զուգվել զարդարվելը մեղք։ Պճնվել է, որտեղ քո եսի սիրուց է գալում։ Դու ուզում ես քեզ ցույց տաս, մարմնիդ գրգռիչները ցույց տաս, վզնոցը ավելի հաս ժնջիր գցես, ամեն որ տենան ու դու ես խաղեր տալով փառավորվես։ Այդի է մեղք։ Դու գիտի քանդես, հիմնահատակ կործանես, թողես բնական, ամեն որ քեզ տեսնողը Քրիստոսը տեսնի։ Սա Բաբելոնի պորնիկ իրեն զուգե զարդարե եւ փառավորեր էր։ Եվ ասավ իշքան իրեն զուգեց, զարդարեց, այնքան տառապանք ու սուկ տվեք դրան։ Ստե էականը դու քո անձը սիրում ես, թե չէ, սա է հարց։ Կռիվայելը ինչի սիրուց ես օրե, Մովսեսն էլ տախտակները տպեց, գետին ջարդեց, կռիվորավ մարդ սպանեց։ Դավիթն էլ մարդը սպանեց, ես չեմ քաջալերում մարդ սպանելը, գիտենք, էդի թշնամու սատանայի խորհուրդն ուներ։ Բայց ինչու Աստված մեղք չամարեց թե Մովսեսին, թե Դավիթին։ Հիսուսն էլ կռիվորավ տաճարում։ Չէ, բարկացավ, խփեց ու ջարդեց, բայց նրանք անձի սիրող հաթեր չարեցին։ Նրանք Տիրոջ նախանձով պղծությունը մաքրեցին, ամեն։ Հատոր համար Տերը մեղք չհամարեց։ Ուրեմն ամեն ծանրություն մեր վրա, ամեն ծանրություն մեր վրա են մեկ դիցեք եւ մեզ դիվրավ պաշարող մեղքը։ Հին բնությունը։ Համբերությունով վազենք մեր առջև դրված ասպարեզի ընթացքը, խաչի ճանապարհը։ Եվ ոնց վազենք։ Հիսուսին մեր դեմը օրինակ ունենալով, Հիսուսը կխաբեր, չէ, ես էլ չեմ խաբում։ Հիսուսը ինչ արավ, ներեց անառակին, ուրեմն մենք էլ պետք է ներենք ու տեղ որ ապաշխարի։ Հիսուսին նայենք, Հիսուսի պես քայլենք, հայելի մեջ ումն է ստենում։ Հիսուսին, աշխարհի մեջ ումն է ստենում, դևերին եւ սատանային։ Հիմա հարցերի լուծման ժամանակ դու ումն ես դիմում, աշխարհիկին թե հոգևորին, սատանային թե Հիսուսին։ Ես մի ժամանակ սատանայով եմ լուծում, հիմա Հիսուսով եմ լուծում, ամեն։ Ուրեմն Հիսուսին նայել եմ, սովորել եմ ու քեզ օրինակ եմ ցույց տալիս, որ կարաս փոխվես։ Սատանայով արժ չլուծես, Հիսուսով լուծես։ Կարաս չշնանաս, պոռնկանաս, քո կինն ունենաս, երջանիկ լինես, ամեն։ Կարաս չգողանաս, ապա աշխատես կարոտ Եղողին էլ ձեռ մեկնես, ամեն։ Կարաս չբարկանաս, չհիստերիկանաս, աղոթքով գա ներողություն խնդրի այդ մարդ, ամեն։ Էդի ասում եմ ոչ թե Պողոսից, Պետրոսից, իմ անձնական կյանքից, ամեն, որ ստացվել է։ Արի պատմեմ, Նաթանայել ջան, չես հավատում, արի տես ասավ։ Ամեն, որ ահա գտանք Մեսիային։ Ոնց, գտանք արի տես։ Պետրոսը գտեր էր, չէ։ Ասեց Նաթանայելն էլ խոսքի եկավ տեսա, վերջը, էսի այնքան էշ բան է, որ հասկանաս։ Հիսուսին նայենք, էսի յուրաքանչյուր մտածելուց, յուրաքանչյուր շորը հագնելուց, Հիսուսը կուզա բաց հագնենք, թե փակ։ Պճղնավոր պատմության հագնող Հիսուսը, կուզա մեր պրարեխը մինչև եսին որդե բացվի։ Կուզա մեր կոճերը չերևա, ամեն։ Այդ շոքին պատմությանը հագած ու գոտիով կապածը կուզա դորը դոշը բացվի, յապոնգա հագնի։ Չի ուզի, բա որ քո փեսան չի ուզե, դու ոնց ես մտածում քեզ կուզի, որ հարս դու բաց հագնես։
ամեն միտք, ամեն ծրագիր Հիսուսը ոնց կուզեր անենք, ոնց գրված է ավետարանում, ոնց արերա Հիսուսը։ Չէ ուրեմն աշխարհը կա ու կա քո մեջ, ամեն աշխարհը տպած է քո ին մարդու վրա, նորն է դժվար տպվում, բարձ է։ Եթե Հիսուսով չես անում, հաստատ այլասերված սատանայով կանես ու կանես, այդ հարցը պետք է լուծվի։ Դե մի հարց, դու աշխարհիկ ժամանակ անձով էիր լուծում, աշխարհիկով։ Ոխ էիր պահում, սպանում էիր, շնանում էիր, հիմա էլ ես նույնը։ Որ նույնն ես դու փրկություն չունես։ Իսկ եթե տարբեր ես լրիվ աշխարհից, Սմիթն ինչ ասում, որևիցե մի բանով ես պղծված աշխարհը, պիտի չտեսնի, թե դու իրեն նման ես։ Հագնելով, ուտելով, խմելով, խոսելով, ամեն ու ինչ որ անես, թե ուտես, թե խմես, Աստծո փառքի համար անես։ Կա բաներ, որ անում ենք, նույն անում ենք աշխարհին, որ աշխարհին բերենք նույնացնենք Քրիստոսի հետ։ Բայց այն բաները, որ մեղքի չի տանում մեզ, ամեն։ Հիսուսին նայենք մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, որ իր առջև եղած ուրախության համար խաչը հանձնարավ, ամոթն արամարեց եւ Աստծո աթոռի աջ կողմը նստավ։ Դու մտածում ես Հիսուսին ամոթ չի եկե։ Ամոթը ոնց սենց երկարակնեմ կասեն բոշայա։ Բան չկա։ Թո չասեն պորնիկ փաշա, ասեն սրբուի բոշա ամեն։ Բայց այն մարդիկ դրս մտ ինչ առաքինի հակ է։ Լույսա, հա, աշխարհի մեջ։ Ստե մտնողը պետք է էդի տեն, ամեն։ Արդ միտ բերեք զանիկա, որ այսպես համբերեց մեղավորներին իրեն դեմ հակառակ խոսել։ Ես ինչ ասում էլ հիշեք Հիսուսի մալերներում։ Հայրներա, կույրա չի հասկանում։ Երբ դու տեսնում ես ասողը մարդն է, չարնում դատում ես։ Երբ դու տեսնում ես արողը դևն է ու հատուկ եկե որ քեզ գցի խաղաղությունից։ Սմես հայրները էսի Իվան դալարիվ Տեր ջաններա։ Ցավոք սրտի միշտ չի ստասվում այդ ձև մտածելը, փորձությունը գալիս է, պարտվում ենք նոր հասկանում ենք, որ դիտես չանեինք ամեն։ Բայց 1, 2, 3, 4 կստասվի դու պայքարի, որ խղճաս բոլորին։ Իմ հորը այսօր ես ինչ եմ տեր կայնում, ես ուրախ եմ, որ նամձի կոփեց ասես աշյանի, բայց ինքը հիվանդ է, ժողովուրդ հիվանդ։ Բայց փարտիրոջից վերջերս այդ ցանացի օգուտը տենում եմ, արդեն փոխվում է։ Բայց իմ ուզածը չի։ Փոխվել լինի, որ այստեղ նստած ասում փառք տա։ Ամեն։ Ու հավատում եմ ու պայքարում եմ ու պիտի հասնեմ դրան։ Չկա ոչ մի կճղակ պիտի չտանք դևերին։ Փարավոն ասավ մի կճղակ չեմ թողելու քեզ։ Հետենց էլի փարավոնը Մովսեսին էր կուզատանա։ Եթե մի զավակի տվիր հաջորդն ա տանելու, կինը տա տանելու, քեզ ա տանելու։ Պայքար, պայքար մինչև վերջ։ Ինչպես Դավիթը գնաց, թշնամիներին սպանեց, կին զավակներին փրկեց բերեց, եւ մի կորուս չտվեց։ Էդի ինչ էր։ Չէր կարա ասել դլիքը կին ա էլի։ Հետևիցս գալացողները շատ են, թո մորթա։ Բայց Դավիթն հասկացավ, որ այդ Աբիգային եւ այդ մնացած կիներին իրա պատճառով են ամաղեկացիները գերի տարել։ Իրանից ոխ հանելու համար։ Հիմա պետք է հասկանաս, որ քո հարազատին, քո բարեկամին, քո կողակցին, քո զավակին, քո ոխն են անում, որ դու բռներ ես փրկության ճանապարհը։ Եթե դու գիշեր ցերեկ այնքան պիտի աղոթես, մինչև տեսնես քո զավակը դարձի եկած։ Որ ճանապարհով կդառնա, Տեր, հանձնում եմ ծեծա, ջարդա, վախծրա, վերջը։ Միայն տեսնեմ երկին գնացած։ Արդ միտ բերեք զանիկա, որ այսպես համբերեց մեղավորներուն իրեն դեմ հակառակ խոսելուն, որ չլա թե ձեր անձեովը հոգնիկ ու թուլանակ, ինչով է, անձով է, անձը չթողում պայքարես, անձն է հոգնեցնում, անձն ասում ինչ ես աղոթում ըտուն աղոթքը կփրկի, ետիս գնա սատանա ուրեմն դու իշքան էդ երեխիդ էդ կողակցիդ համար ձգտում ես բարի բան անես աղոթես էդ կողակիցդ ավելի դաժան բաներ անում Այդ զավակը ավելի զզվելի բաներ անում ինչի մար որ դու իաստավես էլ չաղոթես բայց էդի զավակը չէ էդի հարսը չէ էդի փեսա չէ էդի խնամի չէ էդի սատանան է խնամուն տար է աղբորը տար է ուզում նրա միջոցով էլ քեզ տանի գնալու ես հենց հնգարատելության մեջ տարավորթեն հենց մտար դատի բամբասանքի այգին տարավորթեն
Հոգե պետք է չտանան դու նման սկզբից դասի, չէ։ Սկզբից կգցի ատելության անխաղության մեջ, հետո զորությունը քեզնից կդառնա կհեռանա, եւ դու մի տարի հետո կարող ես նրանից այլանդակ ու այլասերված դառնաս։ Ամեն։ Որտեղ թողեցիք Սուրբ Ոգին հեռացավի հետ չկանչեցիք, դերերն եկան եւ ամենաառաջինը քու գլուխը ուտելու ծրագիրը մշակին, ամեն։ Մարդը չէ, մարդը չի կարա բարություն ունի ոչ էլ չար բան։ Դերերն են կամ Տիրոջ Հոգին, ամեն։ Ուրեմն Թակավին այրում թափելու չափ պատերազմելով հակառակ չկեցակ մեղքին, ասանք մեր թեման։ Ոնց քեզի առաջարկում են շնություն ու սպանություն, անգամ դանակը կոկորտիդ դրած ասում ես մերցրեք չեմ անի, այդպես ասեք մերցրեք չեմ խափի, այդպես երբ գալիս ես խոստովանության ասում է խափը ասա ետից գնա սատանա, Բելեն չեմ եկե կետ առ կետ պտի պատմեմ, որ ողորմություն գտնեմ ու աղոթքով ազատագրվեմ։ Ինչպես կոկորտի դանակը դրած դու չես շնանում, նաև ասես չեմ խափի, չեմ բամբաս, այդ մարդը հիվանդ է, այդ հիվանդին ինչ անենք, ես դրանից առաջ ավելի հիվանդ էի։ Իմ համար բարեխոսեցին, ես ոնց ես մարդու հանդեպ վատ անեմ, չէ որ դա Քրիստոսի հանդեպ եմ անում, ամեն։ Ես նրա համար պիտի բարեխոսեմ, հայր, ներա, կույր ես իմ գառնուկը, կույր իմ զավակը, կույր իմ բարեկամը, մեղ չամարես, իրան դարձի օքի շնորի, ես իդ պտի աղոթեմ, ամեն։ Իսկ որ դու տենում ես ինքնա, դու իրեն ատում ես, սպանել կուզես, բայց որ տեսնում ես իրեն քո պատճառով թշնամին գերը ու գերի ատար է, խղճում ես, ասում ես տերներ ախար, որ ես չլնի, իմ կինը տկար չեր լնի, դևերը եկան իմ զավակին, իմ հորը, իմ բարեկամին բրդին, հեսա մի ժամանակ ինչ էր անում մորքուս ընձի, ոյ ասում էր էդ վարակը չերևա, մեր տարասներում, հես, բայց էդ ինքն էր, այ են ոգին էր, որ իրան կցեց անկողին ուզում էր սպաներ մեղքի մեջ, այ մեր բարեխոսությունը իրեն ետ բերեց, ու էզեր իմ ինքը բտի իրա կցողների, իրա ատողների համար, իմ հոր համար, որ հերս այել է արիդ, որ ես պայլում եմ ոսկրիչի գործը ինքն արեն, թանգագային կամդագները կամդակ է վերես, ամե, բա ոնց իր համար չաղութեմ, դրա համար երբ ուզում եմ չարնամ, չի ստասում էլ, մի ժամանակ չի ստասում բարություն անի, կեղծի անում, Հիմա չի ստասում չարանամ, խարաբ եմ էլ է, իրոք մի ժամանակ ասեցի, տեստստուկ զրուց ենք անում, ասում եմ ով չի կարա չար բան անի, էլի, պապանա, էլեկտրիկնա ես եմ, բարի բան անելնա, բարդ ասավ դու որ ուզես չար բան անես չես կարա, ուրեմն ինքետ իսգացերա անձամբ իր վրա, որ իմ նման ոչնչությունը ստոր, անարժանը, իսկան բան նորավ, Հայ մարդեսի չի խորում չարություն անա, գեժա չարություն անելու մեջ։ Ասում է իմաստուն էլեք բարին, մի ամիտ, անմիտ չարը մտածելուն և անելուն։ Այեսի պտի է դիվահարն էլ տենա, որ դու իրոք չես կարում չարն անես, ամեն, պջացելա չարագործը, որ քո մեջն էր բնակվում, չէ, Ռոմեացիների թուղթ ինչ ասում, հին մարդը պտի ու պջանը էլ չկարաս օգտագործես։ Այս սա է կարևորը, որ ուզես չարը մտածես չկարաս, ուզես անեկդոտ պատմես, աղբերն ասում, մեր ասում ուզում իմ անեկդոտ պատմի նորեկի, տեսա լրիվ մտիցս կացերա, խայտարակ էլ ասում էդ անեկդոտ պատմող ընկերներից դեմը, այո, այդ ձեր պտի ինքան քո ներտնաշխարը ասո խոսքի ջերով ողողվի, որ դու հասկնաս չես կարում էլ էդի մտածես։ Ուրեմն տակավին այրում թափելու չափ, Պատերազմելով հակառակ չկեցակ մեղքին, ուրեմն ինչ ասում, հակառակվեք, ինչպես շնությունից եւ սպանությունից կփախնեք չեք անի, կասես սպանի չեմ անում, այդ հենց փախի փոքր մեղքերից, հասեցի չեմ մտան կստե գերաններ կո, թփեր կո, ճյուղեր կո, հաստատ փոշուն չես տայում, գերան, ճղեր, կարդոն մարդոն հինմին գրքեր, պիլասոս, Շպագլով քերում, լվում, մաքրում ենք, նոր փոշիքի մասին ենք մտածում, ամեն, սա է սրբության ճամփեն, հիմա հնարավոր է այս տունը մաքրել, ամեն, հնարավոր է, չէ,
Շուտ քուրեր որ մատնում ես ռնդում լնում են։ Հիմա այդ ձևի աղտոտված հոգու տաճարը հնարավոր է աճելու մաքրել։ Հնարավոր է, եկեք ցույց տամ ձևը։ Հնարավոր է փելփլցնեն քեզի։ Բայց եթե դու գիշերցերի գրքյաղոթքի ու պաշտամունքի սիրահարն ես, այս մի բանը համաձայն ես, արի սկսենք։ Ամենամեղավորը ամենասուրբ կդառնա։ Ուրեմն, մոռացաք այն օրդորը, որ ձեզի հետ որպես է որդիներու հետ կխոսեի։ Որդյակ իմ, Տիրոջ խրատը մի անարգիր, եսի ճլոթիներն այրական, որ մանկուս տալում ենք։ Եվ անկե հանդիմանվելով մի թուլանար, հովը պտի հանդիմանի, եթե չհանդիմանեց եթե որումներն աճելու, ամեն։ Ու նման ես լինելու առած քախան անելու բանջարի, որ մեր բանջարը չին քախանում, թախտիկներն են ընցելում, թարխուն ծոսկում էր լրիվ։ Տիկ ջրես, մաման ջրում էր, ունձես պետք է հատ, ընենց ես քախանում, որ թարխունը չվնասվի։ Բայց այդ թախտիկ, որ մեծնում էր, չէ, ես բռնումի, չոր, խտ կաշումի մե, 10 սատելետը թրցնում է, on ջրել։ Դրա համար ջուրտու, տիկոկղոց, Պողոս Արաքյալն ինչ ասում Տիմոթեոսին, բոլոր գիրքը Աստծոյի խոսքն է, Աստծո խոսքը ջուրն է, չէ՞, որը օգտակար է սովորցնելու ջրաբանջարը, ջրաթոլողա, դառնա ցեխ, նոր հատ, հան որումները սովորեցնելու, հանդիմանելու, շտկելու եւ խրատելու։ Եթե չեմ սովորցրել, ինչ անեմ։ Եթե չեմ ջրել, քաշեցի կվնասեմ։ Եթե դու լավը չես ստացել, այն ոսկորը չես տա ինձի, ամեն։ Վասնզի Տեր իր սիրածը կխրատե եւ կծեծե ամեն մեկ որդու որ կընդունի։ Եթե խրատին համբերեք, Աստված ձեզի հետ որպես որդուների հետ պիտի վարվի։ Պետք է ախանեք, որ քեզ հանդիմանեն։ Վասնզի, քանզի որ որդին է, որուն հայս ինչի պոջի, հետես որդի կա, չհավատա, կետի ան դաստիրա լկստված է դառնալու, եթե չհանդիմանես։ Նույնն էլ դու հոգևորապես ես ան դաստիրակ եւ անկիրթ մնալու, եթե հովդ քեզ չխնամի, խրատի ու հանդիման։ Եթե դու առանց խրատի ըլլակ, որուն ամենքը մասնակից եղան, ուրեմն խորթ եք դուք եւ ոչ թե որդիներ, իսկ խորթերը չեն փրկվելու։ Խորթերը Հագարի նման, Իսմայել ծնողներն են, ամեն։ Մեկ օր ասելու է դուրս, Հագար եւ Իսմայել, դու իմ տան օրհնությունից բաժին չունեք։ Հիմ ուզում եք Հագարի պես վռնդվեք, դմացեք Իսմայել, ես չեմ ուզում մնամ Իսմայել, ես Միսակ դառնամ։ Ուք դառնամ ու դարձել եմ։ Բայց դա հանդիմանության խրատի ճլոթիների հայրական ապտակների հետևանքներն։ Ամեն։ Նաև մարմնավոր հայրերը, որ մեզ կխրատեն, կպատկարին կուշադիր ուրա տանում, ինչու է խրատում մեզի։ Որ մեզ կխրատեն, կպատկարենք, որպես որչափ ավելի պիտի նազանդվինք հոգիների հորը, որ ապրինք։ Վասնզի անոնք քիչ օրեր մեզ կխրատեն իրենց հաճո երևցածի պես, բայց Աստված մեր օգուտի համար, որպես իր սրբությանը հաղորդակցինք, ինչի մար, դե առանց խաղաղության ու սրբության մեկը հորը չի տեսնի։ Ուրեմն այսքան տառապանքի ուղի արտասված հովիտ անցնելու նպատակը ինչն էր, որ դու իր նման սուրբը լայիր, խաղաղ ու սուրբ, որտեղ առանց խաղաղության ու սրբության մեկը օրը չի տեսնի։ Դրա համար սատանան ինչ լում տանում է խաղաղությունը, տանում է գրքյաղոթքի կյանքը, որ սուրբ չլաս։ Կարակ ասեք ամենաառաջինը, որը գնում եք անխաղաղության, ինչի չի ստասում, աղոթ գիրք։ Հələ անխաղաղ, սրտով ես պրի կարդամ։ Թավեմ եսի կդյոտն ու կարծունք մեկ անեմ, ինչ գիրք, դու բոքս ես կպեմ մտքով։ Թաղնծատ կնա հաշտվի արին օր կորթա։ Ամեն, որտև հենց առաջինը խաղություն տակուրում, ու իշքան է տակրկիրա, ինչ արիթ ելնում, կողնում ենք պաշտամունքի գրքյաղոթքի ժամը։ Միա չենք ասում, լավ մեր ճոշի ժամը տանք, մեր կոֆեի ժամը տանք, կերք հաշկներս էց մանուկին տանջամա անելով սպանելու վրա է, որ մեր մեզ ծնված է։ Այն մարդ դու մանուկի հաշվին մի ուրիշին լավություն արա, քնիցդ կրճատա։ Այն որ մեկն ասում է չես գալու մեր տունը, դե իթում եմ ասո խոսք եմ խոսում։ Ասում եմ որ գամ 11-ի աներն եմ գալում, դուք եք մեն չեն քնի ասում դու արի, հա։
Ես ինչի իմ պաշտամունքի ժամը տամ, եթե ինքը կարոտ է ու ասու խոսքի է սպասում, սաղ գիշեր չի քնի։ Հասկանում ես, կարայի ես իրան հարմարվեի, և Հիսուս մանուկին թուլասնի, ոչ, ես Հիսուս մանուկին կզորացնեմ, ինքը պարգևները կշատացնի, իրան կանգում կնստեն կլսան իմ քարոզը, ամեն։ Թե չէ տենց ելնի այսօր հոգսերն ու փշերն այնքան շատ են, 100% այնքան փարավոնի նման լուծդ կշատանա, կշատացնի փարավոնը, որ ասում մասին չկարաս անգարս մտածես, հեսա, որ ինչի մեջ է, այնենց է շատը չէ, որ խղճը հարվում եմ, ասեմ հարիմ նատ կարոստու, իրականից ես մեղք եմ համարում, որտեն գիտեմ ինչ է լցե սատանան որտեն գիտեք, դու հաջորդ տարին պտի պայքարես, որ էտի չլնի, թո քեզնից նեղանան, թո քեզնից վշտանան, ամեն, բայց քո ընտանիքի հոգևոր սնվելու պաշտամունքի ժամերը ոչ մեկին չտաս, ամեն, թո մարդը քեզնից նեղանա, ոչ թե Աստված, մեկա մեկիչ հարսար, մեկիչ թափով ցար սաղել կալում են, գալս դու գորսում կեքե եմ պոդվում, Օրացը չեն իշելու, մի ժամանակ ընձի գժի տեղին դրած, Ենոնքան բիերեմ նոս, մոսում դիր ասետ կե գիժոսող չոմ սեյմի, հասկնում ես, երբ հնարավորությունները շատանում է, ուտողներն են շատանում, էլ չեն ասում, ասում կեզ գիժնով է, ընգերներս են ես, տաս ընգերներս են ասում, այն մարդ ասում, ես կորեն լավ մարդերիտ, ինչ է լավ ծռավ, ոմ չնում ինք քո էդ խոսինք, բա հիմա, աղբեր գորոսերես մյա չես կալում կոֆել խմես, հասկանում եք մեկա երբ տերն օրտնեց, բոլորը գալու են խորտակվեն ոտքերի տակ, ամեն, պետի ասում է հայտնության գիրք, հիմա տեսեք առաջի Հովանու, 2:1-6 ինչ ասում, Քրիստոսի մեջ քեզի դուս անել, Ադամից դուս անել և Քրիստոսի մեջ մցնելն է ցույց տալիս, ամեն, Պարզ գրված է, որ պիտի մենք հասնենք այնպիսի վիճակի, որ մեղք չգործենք, Առաջի Հովանու 2:1-6 ժամանակի կարծության համար մի քիչ համառոտ եմ տալիս, Որդյակներս այս բաները ձեզի գրեցի, որ մեղք չգործեք, ով մեղք չի գործել երկրի վրա, Հիսուսը, ընդուց հետո ով է ասել այդ աշճանին, Պողոս, Պետրոս, Հովանես, ասել է թե չէ, թե խաբում են, ձեզ կանչող սուրբի պես դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքների մեջ, ես ասա Պետրոսը, որտեղ քանզի ինքն ասել, սուրբ եղեք, որտեղ ես սուրբ եմ, Հիսուսն ասավ ձեր երտնային որպես կատարյալ եղեք, Հիսուսից եթանք, Պողոսն ասավ իմ նման մարդասպան հրեշը, որ մեղավորների գլուխ էի, էդի Ռոմեացիների թղթերում, Բա Կորինթացիներում ինչ ասում, նմանվեք ինձի, ինչպես է հրեշը նմանվել է Քրիստոսին, Թեսաղոնիկեցիների առաջին ասում դուք էլ մեզի ու տիրոջը նմանվեք, Սա հանդգնություն չէր, եթե նա տիրոջ նման չէր, ասես խաբեբայություն էր խոսում, Ուրեմն նա համ ասում էր, համ էլ հետևորդների ձեռքը բռնած ճամփեներ ցույց տալիս, ասում էր դուք էլ դե ասեք ձեր կաթնակերներին, ամեն, Ժամանակին նայելով ասում է դուք ուսուցիչներ պիտի լայք ու սովորցնեիք, ես ինչ է ձեր վիճակը, Բայց հələ կաթին եք փափագում, փամփրսավոր են ձեր ժամանակաշրջանը 10 տարի չի վերջանում, Ուրեմն դու ծնվել եք, բայց ճիշտ չեք աճե, Ծնվել եք ճիշտ հոգեբարձու չեք ունեցել, որ նզով մնացել է գլխներիդ մացել եք գաջաջ լիլիպուտ, ամեն, Ու էսի չի կատարում, գրեցի ձեզի, այս բաները ձեզի կգրեմ, որպիսի մեղք չգործեք, Մատթեոս 5:8, Առաջի Կորինթացիս 11:1, նմանվեք ինձ ինչպես ես Քրիստոսին, Առաջի Թեսաղոնիկեցիս 5:23, ձեր հոգին շունչ և մարմինը անբիծ ու անարատ կմնա, կպահվի մինչև Տիրոջ գալուստը, Առաջի Պետրոս 1:15-16, Հենց առաջի Հովանու 1:7, որ եթե լույսի մեջ քայլենք ինչպես անիկա լույսի մեջ է, և առաջի Հովանու 2:6, հեսա կընթերցեմ, այնպես քայլեցեք, ինչպես անիկայա քայլ է երկրի վրա, Էսի ում եմ արա ժողովուրդ, Հեսորա Պողոս, Պետրոս, Հովանեսներն ովքեր են ժողովուրդ, Չէ որ մենք, ամեն, թե չէ, տակավին մերի մի ստա, Մերի արագ մի խոսա, որ արագ չխոսես կզգաս, ստում ես թե չէ, Դու ոչ մեկից մի վախեցի, ճիշտ ասա ու հալածվի, Եթե դու ստում ես,
Հովանու ավետարան ստե գրածա 8:47 Ստի հոր զավակես անա ստախոս ու ստախոսների հայրը կապ չունի դու խանակով ես սուտ ասում կատակով թե լուրջ դու ստի հոր զավակես նրա արտադրանքն ես արտադրում Կայնի մի հատ մտածա ասա չէ կայնը կսենց այլ է հիմի մեղավոր եմ անմեղ եմ սենց այլ է ես չեմ ուզում ստի հոր դերերի հետ շնանամ Ես չեմ ուզում իմ մեծ ծնված մանուկը մեռնի ստի դանագներով ամեն դու մեռնում ես դրա համար խշմտանքը չի խանձվում մեզ ստի համար 5 սուտ ես օրինում Հավելա չէ ճիշտ ասես մեթապոսես տփեն ծեծեն Գովեն թե մեծարեմ, բայց ասեմ ձեզի, մարդիկ քեզ սկսում են սիրել, որ պետք է ծեծեն ասում են չենք ծեծում, հալալը տրնի, որ ճիշտն ասեցիր, ամեն, Տերը օրհնի քեզ։ Եթե մեկը մեղ գործելու ըլլա հորքով բարեխոս ունի Հիսուս Քրիստոս արդարը մի մտածեք, կարևորը մեղքի բնությունը գործանը կանվեք։ Անիկա մեր մեղքերին քավություն է եւ ոչ միայն մերիններին, հապա ամբողջ աշխարհին էլ քավություն է։ Եթե անոր պատվիրանքները պահեք, այնատեն, պիտի գիտենաք, թե զանիկա կճաշտակ, եթե դու ասում ես անոր պատվիրանը պահում եմ ու մեղք ես գործում, դու ստի հոր զավակ ես, դու նրանից տեղյակ չես, դու պրոստը նրա մասին լսել ես եւ վերջ, նրա կյանքը քո հետ հաղորդ չի ելը, դու չես բախվե իրանը, քո հինը չի փշրվե նորը ձևավորել, դրա համար ստում ես, դրա համար խապում ես, Դրա համար մեղք ես գործում եւ մեղքի մեջ հարատևում ես։ Եթե անոր պատվիրանքները պահենք, պարզ ասում, պահողներն են իրեն ճանաչողները։ Այն ատեն կգիտենանք, թե զանիկա կճաշնանք։ Ան որ կսե թե ես զանիկա ճանչեցա ու անոր պատվիրանքները չի պահեր, ստախոսա։ Ոնց կարա Քրիստոսի մեջ ելնող հինը անած Քրիստոս ակած այդ մկրտված հաղորդության անդամը մեղք գործի, ուրեմն Քրիստոսն է մեղք գործում։ Ով Քրիստոսի մեջ է, էլ ինքը չկա։ Այսիա որ դի հին անես Քրիստոս ակնես, ադամական բնությունը սատկի, որ կարաս կենաս ծառից ուտես ու ապրես։ Եթե ադամական բնությունով մոտիկացար կենաս ծառից ուտելու, բոցեղեն սուրը սպանում է, դրա համար շատ հիվանդներ, ցավագերներ կան, շատերն էլ լնջեցին։ Անոր որ կսե թե զանիկա ճանչեցա ու անոր պատվիրանքները չի պահեր։ Ստախոս է ու անոր մեջ ճշմարտությունը չկա, բայց ան որ անոր խոսքը կպահե, իր ասմեն անոր մեջ կատարյալ է Աստծո սերը եւ ատով կճաշտանք թե անոր մեջ ենք, ամեն, վերջնական են հանդիմանող համարը, ան որ կսե, հինը հանել եմ, Քրիստոս հագել եմ, անոր մեջ եմ, ամեն, ուրեմն Սուրբ Օքին գալիս է քո մեջ, որ քեզ վերափոխի տանա մտցնի Քրիստոսի մեջ, ստոնք տարբեր բաներ են, Հիսուս Քրիստոսով ծնվածներ, սրբվածներ, հին անած Քրիստոս հագած սուրբեր, ամեն, հասուններ։ Այսի խոսում է հասուններից, հաղորդության անդամից, որ կարան ծոմ պահեն, հաղորդության մասնակցեն, որտեղ Քրիստոսն են կրում, իրանք Քրիստոսի մեջն են, ալ իրենք չկան, ամեն։ Նրանք մտել են Քրիստոսի մեջ, ոնց մեղքի միտք չկա այդպես մարդու մեջ, ամեն, մեղքի միտքը մոտիկանում վառվում է, պարսպիցը տեզյան չի գալիս, դրա համար Եզրասը կնաս տաճարը շինես, Նեհեմիան եկավ պարսպա պատեց, սրանք տարբեր օծություններ ու տարբեր ասակներ են, որ մարդիկ չեն հասկանում, ան որ կսե անոր մեջ կբնակվի, այնպես պիտի քալե ինչպես անիկա քայլեց, հիմի սիրելի մկրտված հոգի, հաղորդության անդամ ծոմ պահող հոգի, նրապես ես քայլում, նրապես ես գործում, քանի մեռել ես հարուցանեն, ամոթա, վիրը բացատրել եմ, ասենց հրաժարվել, ասել է ես խապված եմ, համար գրքով քեզ պտի դատա, ոչ թե իմ խոսքով, ես գրքի խոսքն եմ քեզ ցույց տալիս, դու անոր մեջ ես, ասում ահա, հենց գործում եմ ես համար ասում չէ, անոր մեջ ասի իրա նման սուրբ պտի լինես, ամեն, Եվ ստեր մարդու աչքերը բացվում է, որ խապվել է կրոնի ոգուց, կրոնավորներից, դե լավ չէ մկրտված եմ, թևերով եմ, լուսափայլ եմ, ուր է գլխիդ լույսը, Մովսեսի երեսից ավել պտի փայլերս երկրորդ Կորինթացիս 3-րդ գլխի, խոսելով չի, ուր է մեռելների հարությունն ու հիվանդների, հեսա Անդրանիկի արձանի մոտ ինչի բը չեն շարում կայլ, ասկեքով կան ֆռում են, Բավոր ես ունեմ այդ զորությունը չեմ ասելի ելիր ու քայլիր։
Քրիստոս նույնն է երեք այսօր եւ ավիճան, բայց հասակապետ դրան հասնելու, ամեն։ Աչելով, քչի մեջ հավատարիմ մնալով, Աստված էլ ավելին է տալում, ամեն։ Հովանու ավետարան 8:34 անգիր գիտենք, ան որ մեղքը գործե, ինչի ծառայա, մեղքի ծառա, իսկ որ մեղքի ծառայա, վիվ ծառանա, սատանայի ծառանա, ով է իրան ներսը թագավորում, հրեշ դևը, ատորամար Ռոմեացիների 6:12-14 ինչ է ասում, թող մեղքը չթագավորի ձեր մահկանացու մարմինների վրա, որ անոր պիղծ ցանկություններին հնազանդվեք, ապա թո Տեր Հիսուսը թագավորի, որ նրա սուրբ ցանկություններին հնազանդվեք։ Քուրջան, ես տեսնում եմ քեզ շնության կրքերի մեջ վառելուց դու ասում ես ես հասուն եմ, ես Քրիստոսի մեջ եմ, Քրիստոսը ներքինի է, նրա մեջ մտնող էլ կիրք չունի, արու էկ չկա, վառերա, Քրիստոսի ամեն բանի մեջ հասուն չես, անգամ դու խոսել չգիտես, երկու բար խոսում եմ, լեզուտ քարկոպան գնում, դու որ թամամ խոսել չգիտես, ես լավն եմ, ես գիտես ինչ լավն է, ինձի տեղ չտվին, ես, թաղեմ քեզ, փշրվի եսըտ, նոր արարած դառնաս, ամեն, նույնը, 42-ից 47-ը, 8-րդ գլուխ, ինչ ասում բոլոր ստախոս հավատացյալներ, ամեն դատարկ բանի համար, բարի համար, Մատթեոս 12:36-ն ասում, որ ձեր բերանից դուրս է գալում, այդ խոսքերով պետք է դադվեք կամ այդ խոսքերով արդարանաք, մի ասեք խանեք եմ անում, ինչ, մի ասեք ես անլուրջ մարդ եմ, ուրեմն դու նման ես ղողտին, որ եկուց քո հարևանին, քո բարեկամին կասես Սոդոմը կործանվում է, չի վստահի քեզ, հոգևոր մարդը ինչ խեղկատակություն, ինչ կատակ հոգևոր մարդը, լուրջ պետք է լինի, նրա բերանից ոչ մի անլուրջ բառ պետք է դուրս չգա, ամեն, էլ ուր մնաց ստություն։ Ուշադիր, դուք ձեր հորմեն սատանային եք, ու ձեր հոր բաղձանքը կուզեք անել, անիկա սկզբեն մարդասպան էր, և ճշմարտության մեջ չկեցավ վասնզի անոր ներսիդին ճշմարտության հետ հոգին չկար, իսկ որ չկա ոնց կարանա ճշմարտություն խոսի, իսկ եթե ճշմարիտ հոգին քո մեջն ա, դու կխղճահարվես սուտը բերանիցը տանես, արեք գործերը քննենք, ոչ թե ոյ հավատացյալ եմ, լավ եմ ապրում, պարկեշտ առակինի եմ, բաներսդ, ստի կրքերով, լկտի անառակ կրքերով լեցունա, լավ հագնողները չեն փրկվի, Էդի կարևոր է, բայց որ ներսդ լավ չէ, կարաս անբարոյականի նման հագնես, որ ճանաչենք ինչ անբարոյական հավատացյալ ես, ամեն, քեզանից ավելի մեծ չարիք է սպասվում, լավա դու քո պատկերը ցույց տաս քեզի դուս անենք սարերում տաշենք, քան թե սրբի դիմակ հագած վնաս տաս օդին, ամեն, դրա համար իմ իշքան տասնյակ հարյուրավոր մարդիկ կան դուս ենք տաշում, իսկ առաջ ցավին բերում ենք հոտ եւ ավիրում ենք, երբ անիկա ստություն կխոսի, բուն իրեններեն կխոսի, քանզի անիկա ստախոս է և ստախոսների հայր, չի ասում ոչ կատակով ստախոսների հայր, սուտ բար խոսողների հայր, Անանյան ու Սափիրան սուտ նասին ու մեռան, դու էլ եք մեռնում, բայց ասոյ ողորմություն ենքան շատ է, երկայնամիտ է ուզում ապաշխարես, եթե ոչ այդ սուտը բենիդ մեջ կմեռնես, որտև Քրիստոսը կարար նույն դատաստանին արժանացներ քեզ, ձեզ մե ով կրնա, զի սանդիմանել մեղքի համար, այ յուրաքանչյուր ասում, պետք է կագնի ասա, դե ասա ինչ մեղք եմ գործում, ես որ մի ավանդավորների հետ խոսում էի, ասեմ ինչքան մեղքեր եք գործում են շեղումներ անում, չէ, ասում էր, հիմի ասում եմ, դե դու ասեք ես ինչ մեղք եմ գործում, համար գնա գիժ ես դոսում, սա գիրտ անգիր ես արել, դու էր գժվի անգիր արա, թող գիտուն իմաստուն ժիր հավատացյալի հապավումը քո վրեն էլ դնեն, գիժ, գիտուն, իմաստուն և ժիր հավատացյալ, ամեն, ես առաջ նեղում եմ, բայց մի պարծենում եմ, հետի գեներալի բանն է, են հավատացյալը, որ աշխարի կրոնավորների ից չի ստացետ գիժ գեներալի անունը, իրա հետ տերը չի գործում, ասում է, եթե ուզում ես ես աշխարի մեջ Պողոստը ասում իմաստուն ելնես, պետք է աշխարից խելռացի հիմարի անուն վաստակես, որ նոր տերը բացի քո նման գժին չվերագրես, ամեն,
ապա վերագրես այն մեկին, որ քո մեջ ծնվե մեծացե ու թագավորում, ամեն փառք Հիսուս Քրիստոսի։ Բայց հա, ձեզ մեով կրնասի սանդիմանել մեղքի համար, յուրաքանչյուր ավատացյալ այս պիկոյնի ասա, մեղքը սոսա ընդունեմ, ու մանգան չգտնեն, այսի կլինի քո պարծանք, իսկ որ ես ասում եմ ձեր մեղքերն ասեմ, փախնում են, էդի դադաստանի օրը հերիք չէ իրենց, ես թերթիկը տալում եմ, որ հարուրավոր համարներ ծռուկա, տանում կորթում են, խայտարակ են, ելում էլ չեն էլ զանգում, էդի բոլա, ոմանց կլինի փրկություն, ոմանց դատապարտություն, եսի Մարտին Լյութերի 96 թեզերն են, որ դրեց ու գամեց եկեղեցիների պատերին, որ բռնեցին դրա համար ուզում էին սպանեին, ամեն, բա ուզում եք ընձի բոլորը սիրե, ես կորա էլի, որ բոլորը սիրեցի, ինձ թո Աստված սիրի, ամեն, ես Աստծո ծառան եմ, և ամովսյա 9-10 արդեն կարդացինք, սրով պիտի մեռնեն ու բնաջինջ լինեն, Աստծո ժողովրդի միջի բոլոր մեղք գործողները, ժողովուրդ այսքան համար խոստից չհորինեցի, 98% ես խոստ եմ տալում ձեզ, բայց որ ժամանակը շատանում է հոգնեցուցիչ է ալնում համացանցից ձեզ խնդրանք էլ է, ես մի ժամը չեմ թողում ասնի, թե չեք որ երկարացնեմ մինչև կես գիշեր կխոսեմ ամեն ու չի սպարվի, տեսնում եք, ես որ առավտնից խոսում եմ, փառավորվի Տերը, ուրեմն մեղքի վարձքը մահա, կապ մեղքեր չի ասում, գրքի յուրաքանչյուր բառ ցույց տվին քե, ծռված ես թափ զղջապ աշխարհի, բաղամի էշն է խոսում, իմ նման անպիտան ծառան է խոսում, սուրբ գրքից ես կարդում, քարոզ ես լսում, Տիրոջ հոգին է եթե ճիշտ բան է ասում, ամեն, էշը չի կարա ճիշտ բան ասի, իմ նման պղծված է, որ հինս լրիվ այլանդակա, չի կարա ճիշտ բան ասի, բայց Տիրոջ հոգին, որ էշին վերցնում է, մեզի վերցնում է, գրքով խոսում է, անգամ ընձի մի հատ մեծ հասակի, որ քարոզել էի, վերջին քարոզածը խախտեցի փոշտում թոշակի երթի մեջ, սենց արավ, նուսմատ ազդեցիք ձենով, երիտասարդ, գոնե դու օրենքի մարդ ես, դու օրենքը պահա, օրենք ընձի քարոզում իր դուստե ծռում ես, վայ ես խայտարակ էլա, ասեցի այ պապի ջան ստե ով է օրենքով շարժվում, բայց գնացի, այդ օրվանից որդ է մտնում եմ անգամ 2 տարեկան երեխեն երթ կողնած ալաս, ասում եմ դու բալես առևտուր արա նոր ես կոնեմ, ընես մի հատ օզդեցիք ձենով խոսած ես վախեցա, ասավ գոնե դու ստե օրենք պահի դու, չէ որ օրենքի մարդ ես, Էդի դարավ ընձի գերագույն դաս, ես որդ է իթում եմ երթ եմ կոյնում, թեկուս կալում մտնում են, կապ չունի անոր են երկիրա, մի անգամ են հանդիման էտու համար, Էդի եսի միշ մեղկել չէ, չէ մի լսողն է կոսե, բահու երթիք մոսին էլ ախոսում, ինչպես գրացին կոել հմեն ինչը պրծար ասար կաբլուգներին, հասկնում ես, բայց ես ասում եմ կարայի էդի չընդունեի, Կամ բախտի ossu անունը հասի ինչ է, բախտավոր զույգ թոլնեն, բայց որ ես դու տեղը կարամ ասեմ Հիսուսով օրհնյալ զույգեր թոլնեն, հավելի լավ չէ մեր Տեր Հիսուսի անունը մեր բերանից դուրս կա, քան թե բախտի կուրքի սուտ ossu, որը Եսայի մարգարեության մեջ գրված է, չեմ իմացել, տոնածառի մասին էլ չգիտեի, ձմեր պապի մասին էլ չգիտեի, բայց երբ բասվավ կտրուկ դեմ գնացի ամեն, հիմա ձեզ ես չեմ ստիպում, Ում մեջ կբացվի, նա կարա անի ամեն, բայց կարևորը ձեր մեջ ընդունեք, որ դա օտար ossu պաշտամուն կա տոնածառը դնեն բոլորը ֆրան։ Զուգեն զարդարեն խափեն ասել Հիսուս պապին ա եկե։ Տանեն իրերը դնեն երեխեքի բարձի տակը ստությունով վարակեն, վայ Հիսուսը ձմեր պապին ա բերե։ Իսկ ես մեր շեշեին ասում, ձմեր պապի չկա, Հիսուս պապին ա տղե։ Հելեք Հիսուսից գուանալով, հնդանք էլ հլնում են Փառք ես ձմեր պապ ջան, ձմեր պապին մեծարելով երեխեքը, ստի հոր զավակ դառնալով, ստով վարակվելով, հետո ասում ես սուտ մի խոսը, ցաներ ես 4 տարեկանից մեջը, չցանիր, ինչը ցանել ես, էդ էլ աճել է, ուրեմն մանկուց երեխեքին ճշմարիտը խոսել սովորեցրեք, հիմա տեսեք տակավին այրուն թափեք, բայց մեղքի մի գացեք ժողովուրդ, իրականից հլնում եք, ասեմ ձեզի,
Երախոսն էլ է կանչում, աղոտն էլ է կանչում։ Հեսօր առավոտ ինչին է գվազ է առաջինը։ Թո երախոսը վայթեն ծոացը տես քնե, խիղճդ կդրի, ինչ էլ կանչից եմ խոսում։ Խնդում ես, չէ։ Ում հիմի տեսար, որ դու շնացար դևերի հետ, այսի համար մեկ չարիքն է, ուրիշ բան ասես ձայնագրությունների մեջ օգտագործես։ Այն մարդ վերցիր ցերդ պրծավ, թակարդես դու, կալանավոր։ Զուգարանն էլ այսպես նստում են մինչև։ Լավակ ես գիշերին էլ չպահում ձեռը էդի։ Հասկնում եք, ատես չէ։ Բնչի Քրիստոսի ավետարան այդպես գիշեր ցերեկ ձեռը չի։ Համար մեկ չարիքն է երախոս, եթե չկարծար ճիշտ կառավարեիր։ Ժողովուրդը նենց է կոպեդևը, գրքերն դու մեջ է, ուսանողի դասերը դու մեջ է, բանկերն դու մեջ է, փոխանցումներն դու մեջ է, SMS-ներն դու մեջ է, Facebook, Instagram, լավա փարտիլոշ, ես չունեմ։ Ժողովուրդ այդ որ ես խաչ եք քաշում, չէ՞, վրաներդ խաչ եք քաշում, արդեն հիմացեք, դուք էլ կյանք չունեք։ Հեսա խիստ օրենք հա դրվում երախոսի վրեն։ Ով կխախտա կզարկվի։ Ես ասում եմ այսօր իրեն բանի տեղ չեմ դրել, 400 առաքելական թուղթ եմ կորթացել առավտնից։ Տերը կենթանի է, խոստովանում եմ, բայց որ ելնում եմ էսի գալասավոները, մարդ կա 100 հատ գալասավոյա թողե։ Գցել եմ իան, ես էլ խոտալում եմ տիրոջը, բայց սնվի նոր լսի։ Եթե ցերի 12 ժամ չեմ պատասխանի, 3 ժամ էլ չեմ պատասխանի, բայց դուք գալասավոտ չեք պատասխանում, որ հասկանաք հոգևոր գործ եք կատարում։ Դուք վադնում եք ձեր սուրբ ջրամբարին, կոյուղաջուր եք խառնում։ Գնացեք ու ողբացեք ձեր համար առաջի մեղք տեստոր 99% հավատացյալները դրա մեջ են։ Ժամանակակից մողոքը սպանել է եւ ձեզ ու ձեր երեխեքին։ Հեսա սկսում ենք երեխեքից, որ սոսկա եք սարքե երախոսը։ Սոսուն դիր բոլս։ Դիր մամանել են դե թո գուլյատանի ինտերնետներում։ Երախոսը շպրտում երեխի դեմը, կորցնում դրան աչքերը ծռում, սարքում կարճատես։ 3 տարեկան երեխեն ինչ գործ ունես ճառագայթն ընդունա աշկերին։ Սոսոնա եկի մամայի։ Տալում է երեխին ու սոսոնար բալես։ Գնաց մաման էլ սայդերի մեջ թոլողա։ Կաղդենք աղոտքի։ Իրականից տակավին այրուն թապեք իշքան կուզա թո ոտները տպակ հետին մի տվեք երախոս։ Մի թապ հաստատակամ էլար, ուրեմն մի հատ ընգեր ունեմ, ես ընգերին 2 տղա ունի, ուրեմն այդ ընգերը ջոկում է, հերը ընգերի պստի տղեն, հերը կեղծա բարկանում, թե լուրջա, երբ լուրջա մի անգամից չարություն չի անում, երբ տենում է խնդալով է բարկան, բանի տեղ չի դնում, ժողովուրդ այդ խնդալով մի բարկացեք, դրեք օրենքը եվս կեք իշքան կուզա ոտերը թո գետին տա, ամեն գլողտել պատերին տա, 1-2 կանակ խրադվի։ Մեղ կա էտի տակավին այրուն թապա մի թող երեխետ կամոսի ձերների մեջը վարի, վաղը չեն կարա էլ պոքի, մեծը ցան արդեն ավելի վատա լինելու։ Կաղնենք աղոտքի, խնդրենք տիրոջը, ոյրականից արթնանա հոտը, սքանչելի ու պաշտելի տեր, ամենակարող հայր ավիտենության, այո դու ասել ես տակավին այրուն թապելու չապ հերու փախեք մեղքից, ինչու է Տեր Աստվածս այդ փոքր մեղքերի հանդեպ սատանան մեր խշմտանքը խանձեցրել, չէ որ փոքր մեղքերը մայն են մեծ մեղքերի, դու ասել ես ոչ գողերը, ոչ ստախոսները, ոչ բամբասողները, ոչ շնացողները, ոչ արույամոլները, ոչ մի մեղ գործողը, Աստվածաշնչի որևիցե բարձանց արողը օրինազանց է եւ որևիցե օրինազանց չի կարող երկնքի արքայությունը ժառանգել։ Այցել է Տեր Աստվածս, որ մենք այդ փոքր մեղքերից վախենանք մեծ մեղքերի նման, որովհետեւ յուրաքանչյուր մեղ շնություն եւ սպանություն է։ Դավաճանություն է մեր Քրիստոսի հանդեպ, շնանալ դևերի հետ եւ սպանել մեր մեծ ծնված Հիսուս Քրիստոսին։ Կապ չունի մեծ դանակներով ենք սպանում, թե փոքր դանակներով, կարևորը կյանքը վերջանում է մեր մեջ եւ պղտությունն է սկսում շատանալ։ Սրբե ու մաքրե, որ մենք գիշեր ու ցերեկ գրքի աղոթքի վկայության նվիրյալ դառնանք եւ այս ժամանակակից քամոս հեռախոսներից հեռու
մնանք Տեր, որքան հնարավոր է։ Հեռու պահենք մեր զավակներին, որ այդ պղծությունները Տեր Աստվածս մեր զավակների մեջ չմտնեն։ Փառք քեզ Հիսուս ջան, տակավին այրում պիտի թափենք եւ հեռու պահենք մեզ մեղքերից եւ մեր զավակներին ու մեր ընտանիքներին եւ ամբողջ օդին։ Փառք քեզ Տեր այսօր տյալ պաշտամունքի համար, փառավորվիր ու մեծարվիր այրավիտենության Որդուդ Հիսուսի անունով, ամեն։